Կոտը կերար, եղած չեղածը տարա, ապսոս թորգումը չի թողում ում մար խաղանք թե չէ, տկլոր կմնայիր։ Հայրձս։ Բարև ցավատան։ Բարև Թորգոմ ջան։ Բարև Գոր ջան, նստի։ Նոր պետի մոտ էի, այսօր ազատում եմ։ Պաստորեն քեզնից շուտ եմ էլի դուրս գալիս։ Արդեն կուրսի եմ ու մենակ ուրախ եմ դրա համար։ Եթե դու չլինեիր, ես դժվար ստեղից ողջ ու առողջ դուրս գայի։ Մոռացի այդ մասին Գոր ջան։ Այս պատերի ներսում որ հայտնվում ես, պիտի ստեղի օրենքներով ապրես, բայց այդ ապրածը դուրս չտանես, քեզ այդ պետք չի։ Դու համ շատ պինդ տղա ես, համ խելացի, բայց բռնկվող ես։ Էմոցիաներդ պիտի կարողանաս կառավարել, որ ուրիշները չկարողանան քեզ կառավարել։ Քո խորհուրդները իմ համար ոսկու արժեք ունեն։ Ինչ ես որոշել սպորտի հարցում։ Ոչ մի բան։ Այդ էջը արդեն փակ է իմ համար։ Ես քեզ տեսել եմ դուրսը մարզվելուց։ Բոքսյորի լավ տվյալներ ունես։ Հա, ուղղակի պարապում եմ, որ ֆորմի մեջ մնամ։ Այդքան բան։ Որոշումը քոնն է Գոր ջան։ Իմացի ցանկացած հարցում կողքդ կանգնած եմ։ Շնորհակալ եմ։ Մի հարցի պատասխանի։ Փոշմանել ես արածիդ համար։ Ապրես նորից, 2-3 հատու։ Հոխի ոտը։ 3 Նա, բտիկ։ Արի քեզ տուն կտանեմ։ Չէ, ընկեր Վարդան, երկու կանգառ է էլի։ Համ էլ մաքրոտ է, ուզում քայլեմ։ Լավ, վաղը ժամը 6-ին մարզասրահում կլինես։ Գիտեմ դժվար է, բայց պետքա մարզումների ինտենսիվությունը բարձրացնել։ Եվրոպայի առաջնությանը պետքա լավ մարզավիճակում ունես։ Ես դեմ չեմ։ Դե ինչ վաղը։ Հաջողություն։ Չէ, ընդհանրապես։ Հիմա էլ նույնը կանայի։ Ապրես, չես վախենում պատասխանատվությունից։ Հիմա գնա պատրաստվի։ Քեզ էլ կողմերում էլ չտեսնեմ։ Եղա։
Հաջան, Սա քանձնեցի։ Երազանց։ բա որ ասում էի, չեմ կարա։ Ինձ մի հատ ամերիկանո էլի։ Ճիշտն ասած որոշել էի, որ պիտի տուն գնամ, մեն էլ հասկացա, որ մետրոյի մեջ կքնեմ։ Ու մտա, որ սուրճ խմեմ։ 3 օրվա անքննությունը իրանը ասում է։ Բան չկա կյանքս էսա, մի քանի օր կհանգստանաս։ Լսինան, ուզում էի գա երեկոյան միտեղ գնայինք, բայց այսօր գորն է ազատվում։ Լուրջ ես ասում։ Ինչ լավ բան ասեցիր։ Հա, այսօր որոշել ենք տղերքով հավաքվենք։ Հա, իհարկե, գնա անպայման։ Իմ կողմից էլ կբարևես, մինչև հանդիպենք։ Անպայման, դու էլ քնես զարթես անպայման իմ զանգի, լավ։ Դե բաչվում։ Արագ չեն։ Ներսնա, Հա, մենակա։ Ստասված։ Կարելի է։ Չէ։ Կամ նստում ես հանգիստ խոսում ենք, կամ դու ինձ գիտես։ Ես քեզ ինչ լեզվով բացատրեմ։ Ես ուրիշ տղայի եմ սիրում ու մենք պատրաստ ենք ամուսնանալ։ Իսկ իմ զգացմունքների մասին մտածել ես։ Քո զգացմունքները դրանք քո զգացմունքներն են։ Ախր հասկացի, ես քեզ երբեք չեմ սիրել, ես քեզ ոչ մի բան չեմ խոստացել, ոչ մի խոստում չեմ տվել։ Մենք անգամ ընկերություն չենք արել իրար հետ։ Դե, որովհետև դու ինձ շանս չտվեցիր։ Ինչքան կարելի է անընդհատ նույն բանի մասին խոսել։ Դու հասկանում ես, որ ես sense զգացմունքներ ոչ մի աղջկա հանդեպ չեմ ունեցել։ Ցավում եմ քո համար։ Քո համար ցավը։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Սա կբացատրեմ։ Այն մարդիկ, ովքեր ինչ չեն ասում, շատ արագ հայտնվում են փոսի մեջ։ Կամ ինվալիդի կրեսլոյին։ Չէ, խոսքը լքո մասին չի, այլ այդ քո սիրելի Սաքոյի։ Չհամարձակվես մտքովդ տենց բան անցկացնես։ Թե չէ ինչ, ես իմ աշխարհն անան է, ու ես տեղ ստանում եմ այն ամեն ինչ, որ ուզում եմ։ Ու հիմա մենակ քեզանից է կախված այդ քո Սաքոն կշարունակի տենց նկար-մկար խզբզելով գոյատևել։ Թե կդառնա էշնատակ։ Այս աշխարհը մենակ քեզնով չի սահմանում։ Ես կդիմեմ ոստիկանությունը, կասեմ, որ սպառնում ես մեզ։ Յանա։ Գնա բողոքի։ Կարող է բողոքես ինձ դաժե մի քանի ամսով տես տանեմ փագեն։ Բայց այդ էլ ձեզ չի փրկելու, կարոչի լսի քեզ ինչ եմ ասում։ Դու կամ իմ նսնելու, կամ ուրիշ ոչ մեկինը, այս այն վերջի խոսքը, որոշումն էլ քոնն է։ Ay, ancora le Չէ, ես գարը ջուր եմ կրում։ Արվեստագետ է, բա մի բանով պետք է տարբերություն, բա։
ես 2 տարի եմ բացակայել, բայց ոնց որ այդ 20 տարի լինի։ Բերդում ազատ ժամանակ շատ ես ունենում։ Ես այդ ազատ ժամանակը լրացրել եմ մեր դպրոցական, մեր մանկության տարիների հուշերով։ Ես ոնց հիշում եմ, ես 6-ից ընկերություն ենք անում։ Ախպեր, բայց Սևոն եկամարտ էր որ եկավ մեր տեղ։ Տնաշին ընդամենը 2 տարի ուշ եմ ձեր շենքում տուն առել, հակ խոսաս։ Լավ կատակ եմ անում ինչպես մեծ մարդ։ Այդ կապ չունի, տղեկ։ Կարևորը որ փորձությունները ժամանակը մեզ չեն փոխել։ Մենք առաջվա պես մեկս մյուսի թիկունքին կանգնած ենք։ Ու ես ուզում եմ որ իմանաք, որ ձեզից յուրաքանչյուրի համար ես իմ կյանքը կտամ։ Մենք էլ քո գորս։ Բոլորիս համար։ Դե պատմեք, տնա միշտ նորություններ գալու։ Դե իմ մոտ սաղ նույնն է։ Ես հեսա արձինատուրաս կավարտեմ ու արդեն կսկսեմ որպես վիրաբույժ աշխատել։ Օր, այժի կծուր։ Հլանայի հետ ես։ Չէ, բաժանվել է։ Բայց հեսա որ արձինատուրան ավարտեմ արդեն կամուսնանամ էլի։ Դու Սևակ ջան։ Ռազմական ակադեմիայից հետո սպայական վարձակուն կուրսերի եմ գնում, հետո ծառայություն։ Ես էլ Արամի պես երկրորդ կեսից դեռ չեմ գտել։ Դե քոնը գիտեմ, արվեստագետ։ Դու քանի նանոյի հետ ես ապահով ձեռքերում ես։ Ապե հա, տենց էլ կա։ Հենց այս ամուսնանում։ Շատ լավ։ Դավ, այսինքն մենակ դու ես ամուսնացել, էլի։ Հա, ու բոլորդ էլ խորհուրդ կտամ։ Ամուսնացեք ինձանից ինչով եք լավ տղա։ Համ դու, համ։ Ախպեր, ես ոչ ամուսնացել եմ, ոչ էլ աշխատում եմ։ Մեր հարևան Գագասի ասած փնտրտուքների մեջ էլի։ Դու խճկցես, այսա սաղս իրար հետ մի հատ լավ գործ կդնենք։ Քո հետ մեծ սիրով։ Մեր համար, մեր ընկերության համար։ Դավո, ու գրագետ իրավաբան մարդ ես, մի հատ հարց տամ։ Ասա։ Գորին աղջկա կյանքը փրկելու համար տարան Բերդում 2 տարի նստեցրին։ Կարաս ինձ բացատրես որտե է այս կյանքի արդարությունը։ Նայ համ։ Դատարանը գորի արարքը որակել է որպես պաշտպանության սահմանները գերազանցով։ Այսինքն ինքնապաշտպանության ժամանակ չափազանցված ուժի կիրառում ա եղել։ Հասկացար։ Դավ իսկ եթե գորը չհասներ ու այդ աղջիկը սպանվեր։ Դատարանը էլի նույն պատասխաններ տալու։ Սա քրեական օրենսգրքում եթերով չեն խոսում, այլ հիմնվում են փաստերի վրա։ Բայց ինչ վատ մլիցա կլինի։ Ախպերակը մենք սրան բացատրի, որ դատավորն ու միլիցիան իրար հետ կապ չունեն ընդհանրապես։ Ահա։ Հա, հաստատ հասկացա Գորջան։ Լծրա խմեք։ Նա հանգստացի լացելու ոչ մի բան չես լուծելու։ Բայց իմ կյանքը դժոխք է սարքել։ Ես մտածում էի, որ ընկեր ունենամ ինձնից ձեռքը քաշի ուղղակի։ Ուղղակի հիմա սպառնում ա, որ Սակոին կսպանի։ Նրա մեծ խոսելն մի նայի, հա։ Դու ուղղակի չգիտես ովքեր են իրանք։ Դու չես ճանաչում իր պապային, դու չգիտես իրանք ինչի են ընդունակ։ Դե ուրեմն առավել եւս Սակոն պետք է իմանա։ Ու ինչ ա լինելու դրանից հետո։ Ինչ ա լինելու, գնալու է, խոսելու է, ասելու է, որ դուք ամուսնանալու եք։ Ես այդ ամեն ինչը արդեն բեկին ասել եմ։ Ուղղակի իր համար միևնույնն է։ Քո կարծիքով քո ու Սակոյի ասելը նույնն է։ Կգնա, ընկերների հետ կտեսնի ու այս թեման կփակվի։ Այդ ճիշտ որոշում չի։ Այդ միակ ելքն է։ Ուղղակի չեմ կարող Սակոյի կյանքը վտանգի հետ թարգել։ Ես չեմ կարող Սակոյին կորցնեմ։ Իսկ չես մտածում, որ քո լռությունը կարող ավելի վտանգավոր լինի։ Ինքը պետք է իմանա դու ինչի առաջ ես կանգնած, ու դու չես կարող ամբողջ կյանքդ վախի մեջ ապրել։ Վերցրու հեռախոսը ու զանգի։ Հա, ճիշտ ես։ Ուղղակի այսօր չի այսօր գորին ազատել։ Ընկերներով հավաքված են։ Վաղ կասեն։ Տուր, կրակը տուր։ Համնջաների լծրամ։ Արամ։ Հիմա որ մեծանաս դառնաս բժիշկ։ Տենց օպերացիաներ բան անես։
Մեզնից ես փող ուզելու։ Աբա ինչ եմ անելու։ Բայց կոնկրետ քեզնից 2 անգամ ավելի շատ եմ վերցնելու։ Այդ խի որ։ Որովհետև կաշիդ հաստավեր այդ 2 անգամ ավելի շատ պիտի աշխատե։ Տենում ես, չէ՞ Գորջան, ես սրանց մեջ Սիմոնն եմ։ Ով հասցնում վրես կայֆը բտան։ Արա լավ դու իմ ասում խոսում ենք ինչ ես նեղվում։ Դու ընդհանրապես մի խոսա։ Մեր մեջ ժամանակ կառավարներ մեծացավ դարավ մլիցա։ Արա նախ ես չեմ նեղվում ոստիկան լինելուց, հետո քեզ 100 անգամ բացատրել եմ, որ իրավաբանը ու ոստիկանը տարբեր Արա ախպերակ մի հատ քո ձևերով բացատրի, թող ջոգ ելի չի հասկանում։ Դե, ամոյից բան չասեք։ Ամոս մեր մեջի ամենա ջիգարովն է։ Լսեցի։ Հա։ Լսեցի Սակոս։ Սակոս ինչ արել։ Նա իբր չի հասկանում։ Գիտես չէ՞ որ Սաղին բերելա իր արվեստանոցում նկարելա ծառի տերև, ծաղկաման, շուն, կատու։ Ինձ ինչի չես նկարում։ Արա հա էլի սակ, բայց ի շնորհք, ինչի մեր աղբորը չես կանչում, մի հատ անմահացնես։ Հա, տես քո բնավորությունն ու գեղեցկությունն հենց է, որ ոչ մի նկարիչ չի կարող կտավին հանձնի, հասկանում ես, դու եզակի գլուխ գործոց ես անում։ Եզակի բառադի է։ Վայ, տղեկ, ոնց է տեսնել։ Հին ընկեր արդյոք ուր ես դու կորել։ Հին ընկեր արդյոք նույնն ես մնացել։ Ընկերության համար ընկեր արդյոք ուր ես ու կորել։ Հին ընկեր արդյոք նույնն ես մնացել։ Դանել արի։ Դանել։ Ես ինչ ես լացել։ Դանել։ Չի աչքերից ինձ կարմրած։ Մամ ջան։ Հա, ցավոտ անա, ոնց ես։ Տենց մի ասա, ես քո ցավոտ անեմ, նստի։ Լավ ես քնել։ Երախուպես։ Ապրես։ Քո սիրած սնկով ձվածեղն եմ սարքել բերում եմ։ Ապրես մամ ջան։ Բերթում երազում ես քո սարքած ճաշերն էի տանում։ Ես էլ անթատահոթել եմ ու պատկերացրել եմ, որ տանն ես ու այդ ինձ շատ ուժ է տվել։ Համ գիտես ամենավատեն չէր, որ ես փակի տակ էի։ Ամենավատեն էր, որ դու էիր մենակ։ Ֆիզիկապես մենակ։ Իսկ նենց դու միշտ իմ հետ ես եղել։ Ու պատկերացրել եմ, որ դու տանն ես։ Չէ, մամ, կապ չունի։ Դու այդ ամեն ինչի միջով չպետք է անցնեիր։ Դե լավ, գոր, փորձությունը։ Անցյալը անցյալում թողնենք։ Գնանք առաջ։ Ու գլուխդ բարձր, ցավդ տանը։ Ամենաիմաստուն մամաս։ Գորջան, հիմա ժամանակն է, որ դու ամուսնանաս, կյանքի ընկեր գտնես։ Հարց չկա, դու գտի ես կամուսնանում։ Գորջան, այն իմ գտածին, որ հավանեիր, հիմա դու 5 երեխու հայր էիր։ Եվ ծիծաղում ես կբացեմ։ Բարև Գորջան։ Բարև տիկին Արմինե ջան։ Բարով ես եկել։ Շնորհակալ եմ շատ։ Նստի Արմինե ջան, սուրճ սարքեմ խմենք խոսենք։ Հա, ոնց ես։ Լավ ամեն ինչ։ Դուք ասեք, Անան ոնց է։ Լավ է, շուտով տատիկ եմ դառնալու։ Լուրջ, շնորհավորում եմ։ Ապրես, տարոսը մամայիդ։ Ասա, Արմինե, ասա։ Այ մամ։ Ապե։ Խաղում եմ չի դու։ Խորերեք շատ խմեցինք։ Գլուխս մինչև հիմա պայթում է։ Այդ շատ խմելուց չի այդ գլխից դա։ Այ, մեռնեմ ես քո պայծառ գլխին։ Հիշում ես տատոտ 80-ամյակը։
Նենց էր խմել, ասում էր եկեք խմենք տատիկի պայծառ հիշատակի կենացը։ Ճիշտ ասում, ապա եղել է այդպես բան հիշում եմ։ Օրա հո, այդ օրը տրակել էի։ Գիտես չէ, տատս դրանից հետո մի ամիս հետս չէր խոսում։ Ասում էր ուզում ես շուտ մեռնեմ։ Լուրջ։ Բարոս։ Ինչ է սա։ Սակո ինչ է եղել։ Խոս ախպեր։ Բեկն են անային մոտիկացել կաֆեում ու տեղը տեղին վախացրել է։ Իսկ դրան չգիտեմ ինչ եմ անել սա։ Լուրջ արա։ Հասնում դրանից ամենը սպասելի է, հա։ Մի մտածի մի բան կանենք։ 100%։ Հեսա գորգա կորոշենք։ Գորն չխառնեք։ Նորա բալտից դուրս եկել։ Չենք տանելու նոր կրակի մեջ գցենք։ Սակոն ճիշտ ասում տղեկ, եթե հանկարծ հիմա գորը ինչ-որ մեկին մատով կպավ, դա կարա շատ լուրջ թեմա դառնա։ Ու հետո նանեն մեր քուրն է։ Մենք մեր ուժերով այս հարցը կարանք լուծենք։ Հա, Սև։ Հա։ Զանգի դրան թո տեղասի գնանք։ Հələ մի րոպե սպասի, ապեր։ Դու գոնե գաղափար ունեք ում ենք գնում ռազմորկի։ Ռազմորկա չկա, գնում ենք խոսալ։ Արա անուն ինչ ուզում ես դիր դրանից բան չի փոխվում։ Բայց մի եկեք մենակս կգնամ։ Սպասի, սպասի Սակովը։ Երեխա չես քննարկում ենք։ Քննարկելու բան չկա, Սևո։ Նանային նեղացրել են։ Կգնամ կտենամ կխոսամ։ Չեն հասկանա ինչ պետք է կանեմ, թքած թե հետո ինչ կլինի։ Ձեզ էլ հասկանում եմ, որ չեք ուզում գաք, նորմալ է։ Ոչ մեկ չի ուզում Ջանոյի թայֆի հետ գործ ունենա։ Գնա նստի, սրա ենթադրությունները, վերլուծությունները։ Գնա նստի, ասում եմ։ Մեզնից ում հետ ինչ էլ լինի, դա բոլորիս խնդիրն է, Սակո։ Տենց եղել է մանկությունից, տենց կլինի մինչև ծերություն։ Ու մի բան անելուց առաջ, Սակո, պետք է լավ մտածել, որ ճիշտ լինի։ Լավ, հիմա ձեր կարծիքով որ գնանք դրանց հետ խոսալու մեզ լսելու, հա։ Հա, հետո։ Հետո այն որ բրեկները վսկանցնեն աղ չեն քաշի։ Քանի օքի գիտեք որ դրանց հետ հարց են ունեցել ու մինչև հիմա սաղ են։ Լավ, համ հիմա այդ ժամանակները չի։ Դրանց համար միշտ էլ այդ ժամանակներն է։ Ապա աղբերս ոստիկանությունում է աշխատում, Վարուժը։ Կարանք իրան էլ ասենք։ Արա դրանք մլիցեքից վախեցող լինեին իրենց sense լկտի չէին պահի։ Չնայած էդ էլ է ճիշտ ասում։ Գորը գոնե լավ շրջապատ ունի, կարա հարցը լավ ձևով լուծի։ Ասի գորին չենք խառնում։ Հասկացա՞ր ամո։ Ոնց ասեք։ Բայց հետո ինձ չմեղադրեք, որ չեմ զգուշացրել։ Չենք մեղադրի։ Կգնանք խոսանք, հետո արդեն բարձ կլինի։ Զանգի։ Բեք Սակոնան անայի ինգերը, պետք է հանդիպենք։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր Քո պատկեր անես կպահեմ օրերու
անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեղում և թախից սևորեր ես էր շատ կտեսնեմ քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ ախ և տանջանք և բեղում և թախից Սեորեր ես դեր շատ կտեսնեմ Քո պատկերը անըս կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդեմ Տարիներ կսահեն Ախ մեռեն երազները բոլոր Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդեմ Տարիներ կսահեն Ախ կմեռնեն երազները բոլոր Քո անունը հավերժ